Գրող, մանկավարժ և հասարակական գործիչ Լևոն Շանթը ծնվել է 1869 թվականի ապրիլի 6-ին։ Իսկական ազգանունը Նահաշպետյան է, ապա հոր Սեղբոսի անունով Սեղբոսյան է եղել։ Վաղ տարիքում նա զրկվել է ծնողներից։ Նախնական կրթությունը ստացել է իր ծննդավայրի Սյուտարի ճեմարանում, որից հետո 1884-ից 91 թվականներին Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ Սովորել է նաև Լայպցիգի, Յենայի, Մյունխենի համալսարաններում, խորանալով մանկավարժության և հոգեբանության մեջ։ 1899 թվականից ավելի քան 10 տարի դասավանդել է Թիֆլիսի Գալանյան օրիորդաց և Երևանի թեմական դպրոցներում։ Թիֆլիսում անդամակցել է Վերնատուն գրական խմբակին։ 1911 թվականից Լևոն Շանթը դասավանդել է Կոստանդնուպոլսի Կեդրոնական և Էսայան վարժարաններում։ 1915-ից 19 թվականներին ապրել է Եվրոպայում։ Լևոն Շանթի ստեղծագործությունների մեջ առանձնանում է դրամատուրգիան, որը հայ գրականության բացառիկ արժեքներից է։ Նա եղել է Հայ հեղափոխական դաշնակցության անդամ, ինչպես նաև Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի պատգամավոր։ Հայ գրականության մեջ ոչ մի ստեղծագործության այնքան չեն անդրադարձել և մեկնաբանել, որքան Լևոն Շանթի Հին աստվածներին, որը գրվել է 1909 թվականին, որը և փիլիսոփայական դրամա է, և պատմական ողբերգություն։ Երգի պատմական հենքում 9-րդ դարի դեպքերն են, որտեղ արտացոլվել են աշխարհիկ և հոգևոր սկզբունքների հավերժական հակադրության, անհատի զգացմունքների և գործողությունների ազատության, ազգային կյանքի վերածնման ուղիների խնդիրներ, որոնք մեծ արձագանք են գտել հայ հասարակության մեջ։ Լևոն Շանթը շատ գեղեցիկ ընդգծել է հերոսների, աբեղայի և վանահոր կերպարների հակադրությունը։ Մեկը հայացքն ուղղում է դեպի անցյալը, սկզբնականը, մյուսը անհայտը, ապագան։ Հին աստվածներ դրաման նոր որակ էր հայ գրականության մեջ, որպես զգացմունքի, հարափոփող տրամադրությունների և ապրումների, մարդու ազատության տենչանքի արտահայտություն։ Լևոն Շանթի Կայսրը, Շղթայվածը, Ինկաց բերդի իշխանուհին, Օշիմպայլ դրամաները նույնպես պատմական ողբերգություններ են, որտեղ արծարծվել են ազգային ու սոցիալ-հոգեբանական խնդիրներ, նաև անհատապաշտության, հերոսի և ամբոխի հակադրության գաղափարներ։ Լևոն Շանթը գրել է նաև հայոց լեզվի դասագիրք «Լուսաբեր» Հովհաննես Թումանյանի և Ստեփան Լիսիցյանի հետ։ Նա կատարել է նաև շատ թարգմանություններ՝ Լերմոնտովի Մծիրի պոեմը, Էթել Վոյնիչի բոռը և այլն։ Լևոն Շանթը մահացել է 1951 թվականի նոյեմբերի 29-ին։ Արմինե Բրսոյան, Բարև երկիր։